Մարմնամարզության մարզադպրոցից երկաթե հիմնակմախքն է մնացել։ 28 տարի ավտոկայան թաղամասում գործող մարզադպրոցի հավաքովի կառուցատարերը ներսից ու դրսից արդեն քայքայվել էին։ 1100 քառակուսի մետր մակերես ունեցող սենդվիչ պանելային կառույցը ապամոնտաժման էր ենթակա ամբողջությամբ։ Շինարարը քանդել է ոչ միայն հիմնական, նաև ներքին օժանդակ հատվածները։ Ապամոնտաժման ընթացքում քանդող վարպետները ի հայտ են բերել բազմաթիվ տեխնիկական խնդիրներ, որոնք տարիներով չեն շտկվել ու դարձել են դպրոցի տանիքի պատերի վնասման պատճառ։ Հին սիստեմի պանելներ են, ստեկլովատ ասած, որը ժամանակի ընթացքում նստվածք էր տվել պանելների մեջ։ Պանելները ինչ-որ տարածք մնացել էր առանց հերմետիկ ստեկլովատի։ Դրա համար հիմնականում արդեն շարքից դուրս են եկել։ Մանկապատանեկան մարզադպրոցը թեև դրանից վթարանության աստիճան ձեռք չի բերել, բայց տարեցտարի տանիքն է վնասվել։ Դրա հետևանքն էլ եղել են կաթոցներ եւ անընդհատ խոնավության առկայությունը շինությունում։ Ջերմամեկուսացում շենքը չի ունեցել, տաքու հովից քայքայվել են պատերը։ Կանոնավոր ջեռուցում մարզադպրոցում ապահովել հնարավոր չի եղել, ինչի պատճառով նաև մարզական գույքն է վնասվել։ Տեսանելի խնդիրները թաքցրել են կոսմետիկ նորոգումներով։ Մեր դահլիճը ջեռուցվել է, բայց ջերմության կորուստ ունեցել ենք հենց սրանց պատճառով։ Դե հիմա ավելի ջերմակայուն, ավելի նոր, ավելի դիմացկուն սենդվիչներով են փոխարինվելու։ Տանիքի խնդիր ունեցել ենք, ընթացքում տանիքի այդ կատոցները, բաները ընթացքում միշտ կառուցվել է, միշտ վերանորոգվել է, բայց ընդհանուր առմամբ կդուրի այդ մեր ասած խնդիրները չեն վերացել վերջնական, էլի։ 2 տարի առաջ մարմնամարզության դպրոցը դիտարկվեց հիմնանորոգման ենթակա կառույց, ընդգրկվեց 2023 թվականի սուբվենցիոն ծրագրում։ Շինարարության նախագիծը ժամանակին է արվել, հաստատում ժամանակին ստացել, բայց աշխատանքները չէին սկսվում։ Այս ծրագրի ձգձգումների պատճառն էլ քաղաքի կառավարման համակարգում առաջ եկած ճգնաժամն է եղել։ Գործնական փուլին ծրագիրը հասել է միայն այս տարվանից, ընդամենը 1 ամիս առաջ։ 391 միլիոն դրամ նախահաշվային արժեք է ներկայացված եղել, բայց շինմրցույթը 319 միլիոն դրամով շահել է Երևանյան ընկերությունը։ 72 միլիոնով պակաս գումարով խոստանում է նոր մարզադպրոց կառուցել մարմնամարզիկների համար։ Գումարի 55%-ը կհատկացվի քաղաքի բյուջեից, մնացածը պետության հետ կտրամադրվի ՄԱԿ-ի միջոցներից։ Արդյունքում երկաթե հին հիմնակմախքի վրա կհավաքվի նոր մարզադպրոց։ Այս տարածքում նախատեսում են հանդերձարաններ բոլոր հասակի սեռի երեխաների համար, լոգարաններ են նախատեսում, զուգարաններ են նախատեսում է ոչ թե դահլիճ, այլ տրիբունա հանդիսատեսի համար 80 տեղանոց, նախատեսում է վերելակ։ 2 տարում են ավարտելու կառուցումը։ Այս ընթացքում մարզադպրոցը չի գնա հարկադրված պարապուրդի։ Արդեն այդ խնդիրը լուծել են։ 2 տարի պարապմունքները կանցկացնել Լևոն Իշտոյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի շենքում, որի դռները 10 տարի փակ էին։ Տարածքը մարզումների համար հարմարեցրել են մարզիչներն ու սաների ծնողները համատեղ ուժերով, իրենց հետ բերել են ունեցած մաշած գույքը։ Շատ ծանր վիճակ էր դահլիճը, լքված դահլիճ էր, աբագիներից, լյուսերից, գոյուղուց բռնած ոչինչ չկար, ընդհանուր հադագը։ Դա կարողացանք վերանորոգել, իհարկե թերություններ կան, մի թեթև կատոցներ կան, ուզում ենք վերացնել, որպեսզի գույքը չփչանա, արդեն տեղավորվել ենք, շատ նեղված է դահլիճը, մի կերպ պետք է կարողանանք յոլա գնալ, այսպես ասած, մինչև մեր դահլիճը պատրաստվի։ Մյուս կողմից երկար ժամանակ չշահագործված մարզական կառույցում ջեռուցման համակարգ չկա։ Ձմռան ամիսներին պարապմունքներն անելը նոր խնդիրներ է ստեղծելու։ Մենք փորձելու ենք էլեկտրական այն ուժեղ տակացուցիչներով դահլիճը տակացնել։ Ամեն դեպքում կաշխատենք 17-18 աշան, դահլիճը անպայման պետք է լինի, որպեսզի խուսափենք վնասվածքներից։ Ցելոֆաններ ենք անցկացրել, փորձում ենք առաստաղը նույնպես ցելոֆանով պատել, որպեսզի կարողանանք ջեռուցումը պահպանել։ Սպորտային եւ գեղարվեստական մարմնամարզությամբ, սպորտային ցատկերով ու ակրոբատիկայով զբաղվող սաները 2 տարի պարապելու են նախորդի համեմատ 2 անգամ փոքր դահլիճում։ Բայց տարածքային նեղվածությունը ամենամեծ դժվարությունը կամ խնդիրը չէ մարզադպրոցի համար։ Գյումրիի ավտոկայան թաղամասում գտնվող իրենց դպրոցը հարմար տեղ է հատկապես գյուղերից եկող երեխաների համար։ Հիմա տեղափոխության տեքստիլ թաղամաս հասնելու պատճառով սաների թիվն է կրճատվել։ 200 մարմնամարզիկներից մոտ 50-ը դադարեցրել են հաճախումները։ Մարզադպրոցի երեխաների մոտ 30%-ը մենք կորցրեցինք, քանի որ գալիս էին գյուղերից, հիմա արդեն հնարավորությունը քիչ է, չեն կարող 2 տրանսպորտով հասնել ստեղ, լավագույն երեխաներ կորցրեցինք։
Ժամանակավոր ու մի քիչ անհարմարավետ տարածքում մարզիկների հետ աշխատելը մարզիչների համար բավական դժվար է լինելու։ Այս պայմաններում մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը պատրաստվում է եւ հայտ են ներկայացնում 2 միջազգային մրցելույթների մասնակցության։ Նոյեմբերի 1-ից 3-ը մարզադպրոցի սաները հանդես են գալու Թբիլիսիում գեղարվեստական մարմնամարզության եւ Աջայրիայում սպորտային ակրոբատիկայի բաց առաջնություններում։ Հասմիկ Թումասյանը, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։